Սիրելի հայրենակիցներ, այն պահից, երբ վեհապար հայրապետը մասնակցեց Շվեյցարիայում անցկացվող Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության շրջանակներում հայտնի միջոցառմանը եւ բարձրաձայնեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին, սկսվեց ՔՊԱ-ական իշխանության անթաքույց գրոհը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Հետո այդ գրոհը որոշակի մետամորֆոզի ենթարկվեց եւ նրանք, ովքեր իրենց նույնիսկ հայտարարում էին, որ աթեիստ են, անաստված են, հանկարծ դարձան եկեղեցու հավատարիմ բարեպաշտ հետևորդներ։ Կարծում եմ, պետք չէ հեռադիտակով կամ մանրադիտակով նայել խնդրին հասկանալու համար, որ եկեղեցապաշտ եւ եկեղեցապաշտպանության եւ աստվածավախության ներքո դիմակի շղարշի տակ ընդամենը գրոհը եկեղեցուն է որպես ազգային համազգային կառույցի, քանի որ ճակերտավոր նոր Հայաստանում համազգային որևէ բան չկա եւ չմոռանանք Նիկոլ Փաշինյանի նաեւ այդ հայտարարությունը, որ ես պատասխանատու եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ այստեղ Հայաստանաբնակ ժողովրդի եւ հայ ազգի մյուս ներկայացուցիչների միջեւ ջրբաժան գծվեց։ Բայց քանի որ սա քաղաքական հարցը թողենք մի կողմ, սա քաղաքական խնդիրներ։ Ես այս օրենքի հետ կապված մի հարց եմ ուզում տամ պարոն Դաղունցի, եթե պարոն Դաղունցը կլսի իհարկե ինչ եմ խոսում։ Պարոն Դաղունց, Գեղարդ հայկական մշակույթի կոթող չի Հայաստանում, չի կռվել Գեղարդը, հայ զինվոր չի խոցել Գեղարդով, չէ՞, հռոմեացի զինվոր է եղել է Հայաստանից բավականին հեռու։ Հիմա ես ուզում տեխնիկան հասկանամ, դա հայկական մշակույթ է։ Եվ եթե օրինակ դա հայկական մշակույթ է, պատկերացրեք հանկարծ մի գեղեցիկ օր Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ձեռք է բերում 1 րոպե ընդամենը։ Օրինակ Քրիստոսի պատանքը, որը էլի Հայաստանում չի գործվել, Հայաստանում Քրիստոսին այդ պատանքով չեն փաթաթել։ Կամ օրինակ Լեոնարդո դա Վինչի վերջին, եթե կարելի է կես րոպեն մի րոպեից, լավ, Լեոնարդո դա Վինչի վերջին ընթրիքը, խորհրդավոր ընթրիքը այդ նկարը։ Դա արդյոք եւ հետո եկեղեցին սեփականությունը ընդունում է, հետո ինչ որ մի պատճառով որոշում են նվիրել։ Պետությունը ստեղ ինչ գործառույթ ունի եւ իդեպ եկեղեցին կարող է լինել օրինակ Երուսաղեմի պատրիարքարանը։ Օրինակ ստեղ այս օրենքը որ ընդունվի, դուք որպես փոխնախարար, ինչպես եք միջամտելու այդ գործարքին։